Մենք հերթական անգամ լինելով Երևանում նորից այցելել ենք Թոխմաղ գյուղի գերեզմանները։ Ես այս գերեզմաններից ամեն գալուց նկարանումներ եմ անում, որ պատկերացնեք Մինաս Ավետիսյան նկարիչի գերեզմանն է։ Այստեղ բավականին հայտնի մարդիկ են ննջում։ Սա Պանթեոն կոչվող հատվածն է։ Նույնիսկ իմ համակուրսեցի Ավստրալիայում հեռավոր բնակվող Յուլիա Սատերյանը այստեղ ազգականներ ինչ-որ ունեն, բայց նորից ուզում եմ մեկ անգամ եւս բոլորիս ուշադրություն հրավիրել հայկական մտքի, ճարտարապետական մտքի վրա, որը ամբողջությամբ բացակայում է ամենուրեք բուդկա, շավուրմի բուդկա կառուցելուց մինչև հանգուցյալի ննջեվայր։ Իհարկե շատ հին պատմություն ունի այս գերեզմանատունը, ասենք առաջ հայերը այդքան բավականաչափ խելացի ու գիտակից կրթված չեն եղել, աշխարհտեսած չեն եղել, բերել են սենց բան են կառուցել, սենց որ մարդը գնի կորի, բայց ցավը նա է, որ կան նոր գերեզմաններ, հուղարկավորություններ են տեղի ունենում 2026-25 թվականին նորից սարսափելի նույն վիճակով, հիմա մի երկու դրանից էլ ցույց կտամ, բայց ափսոսս ցավս էս լքված գերեզմաններն են, որ հələ նայ ինչ վիճակի են գցել, երևի էլ ազգականներ չունեն, մարդիկ չեն կարողանում գան նայել, մշակել, ոնց որ այսօր տղաս իրա պապիկի, տատիկի, չէ, պապիկի, նախա պապիկի, նախա տատիկի, իմ տատիկի պապիկի Արմինեի հետ միասին, Մելինեի հետ միասին մաքրում ենք, լվանում ենք, կարգենք բերում, լողացնում ենք, հովացնում ենք։ Իհարկե կան այսպիսի խնամված գերեզմաններ, որ երևում է մարդիկ վերջերս են եկել, եւ կան այսպիսի գերեզմաններ, որ չես հասկանում ինչպես կարող է մարդ իր աղբը մաքրի, թեկուզ սա մոռացված գերեզման է ինչ-որ մեկի, բայց կողքինները իրաց աղբը մաքրեն, լցնեն ուրիշի շիրիմի վրա։ Նույնա ոնց որ շքամուտքը մաքրեք, ավլեք տանեք լցնեք հայեր, հարևանի դռան դեմը։ Այսպես բաներ կա շատ լիքը, sense ինչ-որ պլաստիկի բաներ, ծաղիկի թղթեր։ Մենք հիմա հնարավորության չափ ես այս բոլորը ինչ-որ աշխովը սնգնի ճանապարհին ոտքից տակ կմաքրեմ, կտանեմ դուրսը կթափեմ։ Այն դրոշակը լրիվ ավելորդ է։ Հիմա մի երկու հատ ուրիշ գերեզմաններ էլ ձեզ ցույց կտամ, որ այս սարսափելի վիճակը դուք ինքներդ ձեզ կողքով նայեք ամերիկացու աչքերով, այդպես ասեմ, հա։ Թոխմաղ գյուղի գերեզմանները ամերիկացու աչքերով։ Մենակ չասեք, արիա դե էսի մեր գերեզմանն է, ոնց ուզում ենք խոզի պես շատ կներեք, քաքում ենք մեր գերեզմաններին, քո ինչ գործն է, խես խառնվում մեր գործերին։ Հայ հիմա մեր կողմից ցույց կտամ, որ իմանաք։ Ընդհանուրը այս կողմը մանամանդ դեպի կարծեմ այդ մասիվ գնացող ճանապարհի կողմն է, այդտեղ ստե կանաչը շատ է, կանաչապատ է, երևի անձրևային տարի է եղել, դրա համար խոտածածկույթը բավականին կանաչ է, բայց առաջ ստեղ ճանապարհ կար, մեքենա էր բարձրանում, դրա մասին եմ խոսել եմ, ջուր էր հոսում, գնում էինք այնտեղ վեդրերով ջուր էինք բերում, չորացրեցին հայ ժողովուրդը տկարամիտ հայաստանյան հատվածը, ամեն բան ավիրեց ու չորացրեց։ Լավ, մեր երկու բան ցույց տամ, շարժվենք առաջ։ Ու սենց գերեզմաններ էլ կան, ժողովուրդ լքված։ Ես չգիտեմ, այստեղ մարկա թաղված չկա, բայց այստեղ հաստատ եղել է, ով ինչ շինարարական աղբ ունի, բերել լցրել են այստեղ ժողովուրդ։ Դուք Աստված ունեք, դուք հավատ ունեք, դուք սրբություն ունեք, ես չգիտեմ։ Այս մարդիկ, որ բերել են այս բալոնա, եսի ինչ էքսպրես, եսի ինչ բալոններա բերել եք, դուք ինչ-որ գիշերը դուք ոնց եք քնում, ձեր խիղճը հլստենայի։ Սա որ բերես եք թափել է։ Հլնայք էլի։ Էսա։ Այս ձեր դեմքը հայաստանցիներ ջան, հայոյեք ինձ։ Այս սա է ձեր դեմքը։ Նայեք։ Միշտ ասել եմ 44-օրյա պատերազմից առաջ Ալիևը որ մի հատ հետախուզական գումարտակ չէ, քարյակ ուղարկեր Հայաստան, մի շաբաթ Հայաստանով շրջեր, գար գերեզմանները նայեր, փողոցները նայեր, այդ բակերը նայեր, այդ գարաժները, այդ ավտոկանգառատեղիները, միանգամից հաշվարկով կարող էին, անկասկած այդպես էլ արեցին, հաշվարկով որոշեն այս երկրի պոտենցիալը
ուժի ինչքան այս երկիրը կարող է պատերազմել մեզ հետ թե ոչ։ Դիմակայել թե ոչ, Էս այդ երկրի դեմքը։ Սենց բարոյական արժեք ունեցողը հələ մի հատ նայեք, էսի պետք է հայրենիք պաշտպանի։ Սա թեկուս տերեր չունենար, այստեղ պետք է մի հատ խոտից բացի ուրիշ բան չլիներ, չեմ էլ ասում ինչպես քաղաքակիրթ երկրում ընտանիքի անդամները, եթե իհարկե ողջ են, շատ սիմվոլիկ գումար պետք է ամեն տարին մեկ անգամ փոխանցեն այս Թոքմախ գյոլի գերեզմանների ղեկավարությանը, էտա ծառայությունը։ Գային իրանք ամենամից մաքրեին, սրբեին, ինչպես Միացյալ Նահանգներում ցույց կտամ։ Ծաղիկը դրեցիր, 2 օր հետո գալիս ես, քո ծաղիկը չորացած, հավաքե տարել են, քո գերեզմանել իհարկե նախ շապսի չի։ Այս տարածքի վրա այնտեղ 5 ընտանիքի գերեզմաններ կունենան, կան, բայց քաղաքեն մաքուր կսրբեն կտանեն։ Նայ մեզ հլստեն այ։ Շքամուտներդ աղբ, բակերդ աղբ, ուղեղներդ աղբ, հոգիներդ աղբ, մեքենա վարելու ձևը աղբ, որ մեկ ասեմ, ժողովուրդ, այս սենց էլ ապրում եք։ Ֆորշին ասեք թույրքի, այս սենց էլ ապրում ենք մեր սիրած քաղաքում։ Էսա, քաքեք շատ կներեք իհարկե էլի։ Այդ քաքեք ու ձեր քաքացի մեջ նստեք ու սենց լողտակ, հլստեն այ։ Էսա մարկային դեմք է, էլի մի հատ մեկը տեսա խցիկ դներ, ստեղ այս թափողներին այդ բռնելու այդ պահին ասել ես ինչ ես անում։ Դու քո երեխային ինչ պետք է սովորացնես։ Դե լավ, շարունակեմ հիմա։ Սենց վիճակը։ Լքված, հորացված, սաղ չորացած խոտ։ Սեղ ճանապարհ էր այս, ասել եմ։ Մարդկանց գիտակցությունը ով թույլ տվեց, այս ճանապարհը սենց գնում էր մինչև այն վերևը, այդ ծառերի մոտ, փակեցին, ճանապարհի վրա բերեցին, ծախեցին, դե հայ է, էլի հայ բանը, Մինաս Ավետիսյանի խաչքարը, ոնց եք ասում, սիրելի հայաստանցիներ, հա, տուն եք պահում, այս էլ էր տուն պահող, այս ճանապարհը, այս մարդկանց վաճառողը եւ գնողը, կաշառ տվողը, որ բերեց իր հարազատին ստեղ խաղեց ճանապարհի վրա, իրանք էլ են տուն պահում, սաղը տուն եք պահում։ Թուրքին թշնամուն դիրքերը վաճառող զինվորն էլ է տուն պահում, կոորդինատները, որ ասում է 200 դրամով, ԱԳՆ-ի աշխատակցուին, որ գնում է կենակցում է թշնամու դիվանագի հետ հետո տվյալները հայտնում, նա էլ է տուն պահում, նոր իշխանությունն էլ է սկսել տուն պահել, ուժեղ կատաղած ձևով, նախկիներն էլ են պահել, չկա էլի, բարոյական արժեք չկա, Տիկին Բախշյանի ամուսինն է, ասել եմ, շատ եմ հարգում նրան, բայց այս տեղը ճանապարհի վրա այս շինությունը, այս չափսերը չեմ կարող հասկանամ ընդունեմ, ես երևի այս զայնագրությունը չհրապարակեմ, վերադառնամ Միացյալ Նահանգներ, մի հատ նկարեմ, որ դուք տեսնեք գերեզման ինչպես ալնում, կամ ընդհանրապես շատ հանգիստ կարող եք մի հատ YouTube-ի վրա հավաքեք ամերիկյան գերեզմանատներ, նկարներ, վիդեոներ, ցույց կտա, թե Ամերիկայում զինվորների գերեզմանը ոնց է լինում, քաղաքացիական մարդկանց, հանգուցյալների չափսը, ձևը, հավաքեք Քրքրօրյանի գերեզմանը, մի հատ ինտերնետում հավաքեք, բանի վրա կզարմանաք, թե այդ մարդը իր հնարավորություններով, իր ապրած կյանքով այդ մարդու գերեզմանի տեսքը։ Պատմության թանգարաններ են կառուցել, ամեն մեկի վրա էլ ընես մի հատ քար են դրել, ոնց որ կարող է հելնեն ու փախտեն այս մարդիկ ստեղից։ Դրա համար եմ հորդոր եմ տվել ընտանիքից, որ եթե հենց որ մահանամ, երբ որ Աստված որոշի իմ գնալու ժամն է, կայրեք, թեկուզ դա դեմ է մեր առաքելական եկեղեցու կանոններին, բայց իսկ կայրեք, մոխիրը կլցնեք օվկիանոսը, կամուրջի վրայից սերիվ կտակ դեպի օվկիանոս Ավակ Պետրոսյան, Մինիոնա Հովսեփյան, ստեղ էլ կար, սրա չափսը նայեք էլի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին վարչապետն է եղել, Հրաչյա Քոչար հետևը, Պանթեոնն է եղել, Էդգար Հովհաննիսյան, էսի սենց ճանապարհ էր, ես երեխա էի գալիս էինք, իմ քերու գերեզմանի քարը բեռնատարը այս ճանապարհով տարել է վերև, հետո
տղամարդկանցով մի 6-8 հոգով, ես էլ երեխա կողքից օգտելով դեռահաս էի, Սուրենից փոքր, օգտեցինք այդ քարը հասրեցինք վերև։ Նայեք, ես շնորհք ա ժողովուրդ։ Բա դու գիշերը ոնց եք քնում։ Այս ճանապարհը նայ մի հատ մեքենայի ճանապարհ են թողել։ Այս շարքը ձախից որ կա, սա ճանապարհ էր։ Արմինեի ձեռքի աղբը տեսնում եք։ Նայեք, մեր աղբն է մի բան էլ ավել, ուրիշից ինչ որ հանդիպել է ճանապարհին հավաքել ենք, ես էլ իմ ձեռքը նայեք, բերեցինք, օգտագործեցինք, ձեռնոցները աղբը կտանենք, էտա, արժե համակարգ, տեսնում եք են լոլոզը, տղասա, այս սովորում է, այն ինչ որ տեսնում է ինձանից, դա է սովորում, դրա համար օրինակ ծառայեք ձեր երեխաներին, լավը սովորացրեք, այս հատցենց թափողը, իր երեխան իրանից ոչինչ չի սովորի։ Դե լավ, ինչ ասեմ, չդատեմ շատ, Բազեյանի մասին էլ եմ ասել, կարծեմ երկրապահներից էր, կարծեմ Ալիխան, Արտյոմ Ալիխանյան, Պանթեոնն էլ Արտաշես Շահինյան, Ռուբեն Սարգիս Թևոսյան, Վակի սաղ ճանապարհի Փիեզրում, Քամալյան, այս հաջորդի պատմությունը ստեղը հանգչում, բայց բացակայում է էլեմենտար տրամաբանությունը, էլեմենտար ճարապետությունը, էլեմենտար, ինչ ասեմ, քթիցակ ասեմ, ճաշակ ասեմ, վայմ ասեմ, այս աստիճան էս ազգը սենց տկարամիտելի ու զարգացում չկա, ասես փոփոխություն է կատարվում, գերեզմանի ձևերը փոխվում են, գերեզմանի մենակ չափսերն են փոխվում, այս չափսը նայեք։ 3 սենյականոց բնակարան են սարքել ստեղ։ Հենրիկ Խաչատրյանի ընտանիքը։ Հենրիկ Խաչատրյանի արժանինքները շատ են հայ ազգի առջև, բայց Ժողովուրդ ջան, 15 սերունդ սա չեք անելու։ Հալստենայ։ Նա դել բերեիք բեսեդկա դնեիք։ Տիկնակեր պարունայք Խաչատրյաններ Ֆրունզե Դոբլացյան։ Երևանյան օրերի քրոնիկա։ Սարոյան եղբայրներ։ Ռուսերեն, բայց խա Ֆրունզե Դոբլացյանին է ռուսերեն գրված, այդ դա էլ չեմ կարող հասկանամ։ Ու նրա ոտքերի տակ, որի օր տարին է գալիս ենք, պարոն Դոբլացյանի ոտքերի տակ էս պատկերն է։ Մի անգամ իր տանիքը որ ստե մաքրի մի հատ լավ կարգի բերի, իսկ մա երկրորդ անգամ սենց Խոզաստանի ներկայացուցիչները սենց վիճակի չեն գցի։ Գնացինք Սուրեն ջան։ Այս ինչ որ արեցինք այսօր, քեզ համար ենք արել, որ տեսնես, սովորես, հիշես, դու էլ նույնը շարունակես, հետո փոխանցես քո սերնդերին։ Գնացինք։ Աստված, ոնց են ասում, ողորմի գերեզմաններին, հոգիները լուսավորի բոլորի։ Եվ վերջում մի քանի լուսանկար, որպեսզի ճիշտ պատկերացում կազմեք, թե ինչպիսի տեսք ունեն զինվորական գերեզմանները Միացյալ Նահանգներում, այս եւ քաղաքացիական անձանց գերեզմաններ այսպիսին։ Եվ իհարկե մեծն հայոց Քրկորյանի գերեզմանը, ապա նայեք դրա չափսերը, հիմա վերջում կլինի սա սովորական ամենահասարակ գերեզմաններն են եւ Քրկորյանինը, ահա, հասարակ, 1 մետրը 70 սանտիմետրի վրա երևի։